Սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, մենք սկսում ենք Status Quo հաղորդաշարը, այսօր ես հյուրընկալել եմ Ադրբեջանի հարցերի փորձագետ Անժելա Էլիբեգովան, Անժելա ողջունում ձեզ, 100 տարի մենք իրար չենք հանդիպել եւ ուրախ եմ ձեզ տեսնել այս նոր տաղավարում։ Շնորհակալություն։ Մենք երևի թե դեռ երկար ժամանակ խոսելու ենք Ադրբեջանից, այսինքն չի լինում չխոսել այդ պետությունից, քանի դեռ ինքը գոյություն ունի։ Գիտեք, ես իհարկե մենք խոսենք շատ հարցեր կան, բայց ես ուզում եմ մի բանից սկսել, այս վերջերս հանդիպում ունեմ, չեմ կարողացել որ դեսպանության ներկայացուցիչների հետ, զուտ ուղղակի Chatham House-ի օրենքներով էր, կարգով էր։ Բայց ինչն է քննարկման բանը, որ քննարկման ժամանակ տարբեր հարցերից զատ նաև խոսվեց այն մասին, ես բարձրացրեցի այն հարցը, որ Արցախը մեզ համար կորսված չի, այսինքն մենք չենք համարում այդ հարցը փակ է։ Եվ ինչ տեղի ունեցավ մեր գործընկերների մոտ դեսպանության տարբեր ներկայացուցիչներ կան, իրենք ասին, գիտեք, առաջին մարտն եք Հայաստանում, որ մեզ այդ հանդիպումների ժամանակ խոսում է դրա մասին։ Ձեր մեկնաբանությունը։ Իրականում Գևորգ, մեր գործընկերներից, գոլեգաներից, գրեթե ում հետ խոսեք, իրենք նույն պատմությունն են պատմում, մեր սեփական փորձից անցնում են նույն իրավիճակում, երբ որ գործընկերների հետ կամ ինչ-որ պաշտոնյաների հետ այլ երկրների շփվում են, ոչ թե միակն եք, որ անցնում է դրա միջով, իրենք ասում են, դուք այդ հարցը բարձրացնում եք, բայց ձեր կառավարությունը ունի այլ դիրքորոշում, հիմա դուք եկել եք մեզանից ինչ եք պահանջում։ Դա մի կողմից շատ հարմար, այսպես ասած, ատմասկա է, հա, ժողովրդական լեզվով, որ ասենք, թեմային չանդրադառնալու համար, որ ասում, հա, փորձագիտական, համայնքային, ինչ-որ այլ մակարդակներում, սփյուռքի, ինչ-որ կառույցների մակարդակում, դուք անընդհատ այդ հարցը փորձում եք բարձրաձայնել, բայց մեզ համար առաջնահերթը պետական դիրքորոշումը, պաշտոնական դիրքորոշումը, ու սեփական այդ փորձից ասեմ, հարց եմ տալիս միշտ, ասեմ, իսկ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է։ Այսինքն, եթե մեր մոտ պաշտոնյաները կարող են մի շաբաթվա ընթացքում իրար հակասող 15 հայտարարություն անել, եւ նույն մարդը եւ տարբեր գերատեսչությունները խառնաշփոթ ստեղծելով նույն հարցի շուրջ։ Ի վերջո դուք որպես պաշտոնական դիրքորոշում ո՞րն եք ընդունում, որ գերատեսչության ասածը։ Օրինակ, եթե ԱԳՆ-ն եւ վարչապետը իրար հակասում են, ում ասածն է ձեր համար առաջնահերթ։ Լռություն։ Գիտեք, հիմա այս ասեմ, օրինակ վերջին, այսպես ասած, դիրքորոշումը որն է, որը մեծ բավականին աղմուկ է բարձրացրել եւ տարօրինակաբար շատերը աջակցում են, տեսեք ինչ է ասում, ԱԳՆ-ն հայտարարել է հետեւյալը՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Սա ինչ է նշանակում։ Իրականում սա առաջին նման հայտարարությունը չի։ Մեծ հաշվով այդ դիրքորոշման հետևողականությունը իրենք Պրահայից սկսած ցույց են տալիս, հա։ Մենք ճանաչել ենք Արցախը Ադրբեջանի կազմում եւ այլևս դա մեր գլխացավանքը չի։ Բայց դրա հետ մեկտեղ ներեցեք 100,000 էթնիկ զտումների զոհ դարձած արցախցիները որտեղ են հիմա գտնվում, որ երկրի անձնագրեր ունեն այդ մարդիկ, ով է պատասխանատու այդ մարդկանց անվտանգության համար, ով է այդ մարդկանց անվտանգության երաշխավորը եղել որպես պետություն։ Այսինքն, երբ որ դուք ասում եք այդ խնդիրը դուրս է այլևս մեր Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների տիրույթից, վաղը կարա Տավուշը դուրս գա այդ տիրույթից, մյուս օրը Սյունի ինքը կարա դուրս գա այդ տիրույթից, ըստ նպատակահարմարության իշխանության, որ ավելորդ գլխացավանք իրանք Ադրբեջանի հետ շփումներում չունենանք։ Տեսեք ինչ է ասում, ասում է Արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մաս չէ եւ չպետք է լինի։ Միայն այն դեպքում է հնարավոր ինչ-որ ժամանակում հույս պահպանել այդ հարցը լուծելու, որը պետք է անեն հենց իրենք արցախահայերը։ Արցախահայերը մեխանիզմ ցույց տվեք, ինչպես դա պիտի անեն։ Գնան փողոցում պայքարեն, կդիմեն ՄԱԿ-ին, ինչ-որ նամակներ գրեն։ Այսինքն գոյություն չունի որևէ իրավական մեխանիզմ, մինչև վերջերս կար գոնե միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանի հանդեպ պահանջատեր լինելու, դրանից էլ է Հայաստանի իշխանությունը այդ մարդկանց փորձում զրկել։ Իրենց իրավունքները միջազգային դատարաններում ներկայացնելուց ով է տվել իշխանության այդ իրավունքը,
որպեսզի իրենք որոշեն, եթե դա ձեր տիրույթում չի, հետեւաբար դուք էլ այդ որոշում կայացնելու իրավունք չունեք։ Դուք չունեք իրավունք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրելու, եթե դա ձեր իրավասության մեջ չէր։ Դուք իրավունք չունեք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու։ Այդ ամեն ինչը եթե ձեր տիրույթում չի, ինչի՞ եք արել այդ մարդկանց փոխարեն։ Թողնեիք, թող իրենք որոշեին։ Այսինքն դուք բերում եք անելանելիության կետին հասցնում եք ձեր գործողությունների հերթականությամբ շատ նպատակաուղղված բերում եք նրան, որպեսզի այդ մարդիկ չունենան որևէ հնարավորություն իրենց իրավունքները պաշտպանելու, հետո ասում եք՝ դե մենք ինչ անենք, էս էլ մեր խնդիրը չի։ Այդ շատ կարևոր բան եք ասում, քանի որ հենց այդ սխեման նախ արևմուտքում ընդհանրապես որ մեկը դրա մասին գրեթե չի խոսում, որ այս իշխանությունները ըստ էության Արցախահայության եւ Արցախի փոխարեն են որոշումներ կայացել, բայց հիմա հանդես են գալիս որպես թե իրենք կապ չունեն ընդհանրապես դրա հետ, ինչ եք ուզում մեզնից գնացեք ձեր իրավունքները դուք մենք էլ ինչով կարող ենք օգնել, այսինքն կարող ենք ձեզ ուտելիք տալ կամ կացարան տալ կամ միգուցե նաև Հայաստանի քաղաքացիություն, բայց դրանից ավել մեզանից բան մի ուզեք, մենք կգնանք տարբեր երկրներում փող կուզենք, որ այս մարդկանց համար, գիտեք, չէ՞, քան միլիոններ են ուղարկել տարբեր երկրներ, անհասկանալի է որտեղ են։ Այստեղ անհասկանալի է դառնում արդեն ընդդիմության նաև ինչ որ առումով պահվածքը, ինչ պիտի նրանք անեն, արդյոք նրանք պիտի բարձրացնեն այս հարցը։ Տեսեք, ընդդիմության պահվածքը մենակ այդ կոնտեքստում չի անհասկանալի, հա, եթե մենք նայենք վերջի պոստպատերազմական շրջանում, այդտեղ էլ հետևողականության խնդիր կա ընդդիմության գործողությունների եւ խոսույթի մեջ, հա։ Նույն խնդրեմը այնտեղ էլ ունենք, որ պետքա ունենալ հարցեր կան, անկյունակարային հարցեր, որտեղ պիտի լինի միասնական դիրքորոշում ընդդիմության եւ հասարակության մեջ, հա, լայն շերտերի մեջ, որոնք մեծ հաշվով արդեն այդ մտքի շուրջ կոնսոլիդացված են։ Մեզ համար Արցախյան հարցը փակված չի։ Իշխանության համար գուցե, որովհետև իրենք Ադրբեջանի հետ նույն բառամթերքով են, չէ՞, մեզ հետ շփվում։ Ալիևը մեզ ասում է ռևանշիստ, մի քանի շաբաթ հետո դուք արդեն դա լսում եք Հայաստանի պաշտոնյաների եւ падգամավորների բառամթերքից, որ անվանում է մեզ մարդիկ, որոնք չեն ուզում մոռանան իրենց պատմությունը, չեն ուզում մոռանալ էթնիկ զտումները, իրենք վերածվում են բացասական իմաստով ռևանշիստների եւ պիտակավորվում են ինչ-որ ստիգմատիզացիայի են ենթարկվում։ Նույն այդ բառամթերքը, որ տեսնում ենք ճշնամական քարոզչության մեջ, հետո տեսնում ենք նաև մեր իշխանությունների բառամթերքում։ Եվ այդ առումով իրենց համանման աշխատանքը բոլորին արդեն երևում է եւ հանրությունը ասում է լավ, հասկացանք, սրանք ստում են, գուցե 21-ին չէինք հասկանում, գուցե կային ինչ-որ պատրանքներ կամ հույսեր, որ իրավիճակը կարող են ուղղել, բայց մարդիկ իրանց 21 թվականի նախընտրական ծրագրի բացարձակ հակառակն են անում, հա, 180 աստիճան ամբողջովին հակասելով իրենց եւ դա արդեն շատ հստակ գործելավոճ է, հա, այդ սուտը, ապատեղեկատվությունը եւ այլն, դա ոչ է։ Հիմա մարդիկ դա մերժում են, հանրությունը դա մերժում է, ասում են, մենք այլևս չենք հավատում, հույսեր չենք կապում այս իշխանության հետ եւ ձևավորվել է հանրային պահանջ ընդդիմության հանդեպ, հա, ժողովուրդ ջան, մենք ինքնակազմակերպվել չենք կարող։ Դա միֆ է, հա, քաղաքագիտության տեսանկյունից, Գևորգ, դուք էլ կհամաձայնվեք, որ այդպես չի լինում։ Պիտի լինեն լիդերներ, պիտի լինի ծրագիր, ռազմավարություն, համակարգված աշխատանք լինի, օդից քաոտիկ ոչինչ չի։ Այո, եղել են քանի անգամ մարդիկ դուրս են եկել քաոտիկ փողոց եւ պարզ է եղել, որ եթե չկա համակարգված աշխատանք, այդ ամեն ինչը ցասումը ինքը վաղ թե ուշ ավարտվում է։ Եվ մարդկանց պահանջը, հանրային պահանջը ձևավորված։ Այդ թվում նաև ես կարծում եմ, որ Գյումրիում շատ հստակ դրսևորվեց, հա, Գյումրիի ընտրություններում, որ այլևս հնարավոր չի ժողովրդին մեղադրել նրանում, որ իրենք չեն ընդվզում։ Գյումրին շատ հստակ ապացույց էր այդ ընդվզման, որ մարդիկ գերադասեցին ձայն տալ այսպես կոչված նախկիններին, ցույց տալու համար, որ այլևս այդ թեզը չի աշխատում։ Գերադասեցին դա, քան շարունակել ԿՊ-ի հետ ճանապարհ անցնել։ Հետևաբար ես տեսնում եմ այդ ձևավորված հանրային պահանջը։ Այստեղ հարցը նրանում է, թե ինչ է առաջարկելու մարդկանց ընդդիմությունը։ Լինի դա հավաքական ընդդիմություն ասածը, լինի դա տարբեր թևեր ընդդիմության, որոնք այս պահի դրությամբ էլ իրար հետ բավականին տենց կոնֆրոնտացիոն հարաբերությունների մեջ են, հա, տարբեր թևեր։ Եվ այս տեսանկյունից ես համարում եմ, որ այդ թվում եւ Արցախյան հարցը դա այն անկյունակարային բաներից է, որը միավորում է բոլորին։
բացարձակ բոլորին, հա, անկախ, բացառությամբ ԿՊ-ին եւ բայց ԿՊ-ն էլ ունի իր ես այս բաները, որ ասում եք, գիտեք, այս եկաները որ ձեր միտքը փոքր շեղեցի, բայց այստեղ խնդիրը ո՞րն է, որ բազմաթիվ մարդիկ շեր են անում այս բանը, հայտարարությունը, ԱԳՆ եւ աջակցում են առաջինը, որ այդպես ճիշտ որոշում է, երկրորդը, որ պետք է լուծարվի ԵԱԿ Մինսկի խումբը, եւ որ Արցախահայությունը պետք է զբաղվի իր իսկ խնդիրներով, մենք չենք կարող զբաղվել Արցախահայության խնդիրներով։ Այսինքն բազմաթիվ մարդիկ կան, ինչպես ասում մի բան է լինել Նիկոլ Փաշինյանը, մի բան է լինել Նիկոլ Փաշինյանի լայքողը։ Հիմա մեզ համար խնդիրը սա է, որ բազմաթիվ դեռ կան մարդիկ, որոնց համար այդպես է։ Իհարկե կան։ Բայց ինչպես է դա ստացվում։ Ես մի քիչ չեմ կարող դա հասկանալ։ Տրամաբանության խնդիրը, հայրենասիրության պակասը, ինչ է կատարվում։ Տեսեք, Գևորգ, տարբեր շարժառիթներ ունեն, տարբեր խմբեր։ Իմ ուսումնասիրությունները համենայնիվս վերջի 7 տարվա վկայում են նրա մասին, որ մեծ հաշվով 3 խումբ կա, հա, մարդիկ, որոնք նման քաղաքականությանը աջակցում են։ Մարդիկ, որոնք ունեն կոնկրետ ֆինանսական կամ նյութական ինչ-որ շահ, հա, այդ ամեն ինչը շերանելու, պաշտպանելու է դիրքորոշումը, պաշտոնյա ակնկալիքով կամ ունենալով այդ պաշտոնը եւ այլն, հա, կամ ֆինանսական ինչ-որ աֆիլիացվածություն ունենալով, դա մի խումբն է։ Դա երևի են ամենաինտելեկտուալ սրիկայական խումբն է, հա, որը ընդունելի չի։ Երկրորդ խումբը դա մարդիկ են, որոնք կրթության կամ, չգիտեմ, մեդիագրագիտության կամ գաղափարական ինչ-որ ավելի ցածր ունակություն ունենալով կամ գիտելիք ունենալով հավատում են անկեղծորեն դրան եւ պատճառահետևանքային կապերը թույլ են իրենց մոտ, չեն կարողանում կառուցել կամ ռեֆլեքսիայի խնդիր ունեն, չեն կարողանում, հա, այդ ամեն ինչ անել, կա երկրորդ խումբը, որը մեծ հաշվով ինչ իրան հերոստացույցից հմեկով ասում են, այդ իրականության մեջ այդ մարդը ապրում է ավելորդ հարցեր չտալով, կա եկ։ Երրորդ խումբը դա երևի ամենավտանգավոր խումբն է, այդ ծպտյալ նիկոլականներն են, մարդիկ, որոնք հասկանում են, որ մովետոնա բարձրաձայն այդ ամեն ինչը պաշտպանել, բայց իրանք ունեն միշտ ինչ-որ արդարացումներ դրա համար։ Միշտ կգտնվի ինչ-որ, դե խեղճ Նիկոլը ինչ անի, հա ես նիկոլական չեմ, բայց ով լիներ տենց կա, բա եթե ոչ Նիկոլա, ապա այսինքն ասած մի հատ շարք ունեն արդարացումներ։ Ինչալուց արևմուտքում էլ կա այդ բանը, գիտեք, չէ, երբ որ ասում ես, հա դե լավ, եթե բայց ինքը չի, բա ով, հա այդպես տենց իբր թե տենց փակուղային հարց է, բա եթե ինքը չի, ով պիտի լինի։ Ու դա իսկապես խնդիր է դարձել, բայց իրականում եթե նայենք այդ խնդիրը, բայց դա շատ վիրավորական է հայ հասարակության համար այդ հարցադրումը, այսինքն այնքան վատ է վիճակը, այնքան ինտելեկտուալ պոտենցիալ չունենք, ինտելեկտուալ էլիտա չունենք, այդ քաղաքական էլիտա չունենք, այսինքն այնքան չկանք մենք, որ մաքսիմումը ինչ հնարավոր է դա ունենալ Նիկոլ, հա, այսինքն տենց է մեր հանդեպ վերաբերմունքը շատ վիրավորական է։ Մի քիչ բան կա, ես էլ եմ միշտ ընդվզում, հետո բայց նաև սկսեցի հասկանալ, որ իրականում եթե նայում ենք դաշտում դաշտը այրված է, ասես վառված է ուղղակի։ Եվ իշխանությունը դրա համար ամեն ինչ անում է։ Տարիներ շարունակ եւ նախկիններ եւ ներկաները ամեն ինչ անում, որպեսզի դաշտում նորմալ մարդիկ չհայտնվեն եւ առողջ մտածելակերպը չդառնա դոմինանտ հանկարծ։ Այդ պարագայում իսկապես այլընտրանքներ մենք տեսնում ենք, որ իսկապես մենք չունենք։ Այսինքն մի ընդգծված լիդեր, որը ընդհանրենք հենց դնի իր տեխնացությունը տասնյակ հազարավոր լիդերները պետքա ծնվեն պայքարում։ Մենք տեսել ենք մի քանի անգամ դեպքեր եւ մենք տեսանք Բագրատ Սրբազանի դեպքում, հա դա, երբ որ մարդը հոգեվորական բացարձակ չքաղաքականացված կերպար լինելով Նիկոլի շատ մարդ հավաքեց մայիսի 9-ին հրապարակում։ Այսինքն լիդերը ինքը ծնվում է այդ պայքարի ընթացքում։ Ինքը կարա ծնվի սպոնտան փողոցում, ինքը կարա լինի շատ անսպասելի մեզ համար, բայց ընդունելի։ Հիմա մենք ունեցել ենք օրինակներ վերջի տարիներին, երբ որ այդ լիդերները ինքնաբերաբար ստեղծվել են, այսինքն դա հնարավոր է։ Ցանկացածը մեզնից կարա այդ բարիկադի վրա դառնա լիդեր ինչ-որ X պահի, հա, եթե համադրվեն իրավիճակը այդպես դասավորվի։ Կարևորը, որ այդ մարդը ունենա շատ հստակ պատկերացում ինչ է ինքը անում, ուր է գնում, վերջնակետը որն է։ Անժելա, եկեք կանք վերադառնանք Ադրբեջան։ Դուք ժամանակին հեղինակել եք մի գիրք, որը կոչվում էր Արմենոֆոբիա։ Այո, Ադրբեջանում, հայտարարությունը Ադրբեջանում։ Այո։ Ինչ եք կարծում, դա որպես գործիք է իրականում, որը շատ հաճախ օգտագործում են։ Հիմա ինքը այդ արմենոֆոբիան
ավելի ուժեղացել է, թե պակասել է Ադրբեջանում։ Չի պակասել, կա այդպես միֆական պատկերացում, որ հաղթանակից հետո ադրբեջանցիները դարձել են ավելի հանդուրժողական մեր հանդեպ, հակառակ այդ պարտվածի բարդույթը, երբ որ իրանք հաղթահարեցին եւ երբ որ այդ հաղթողի էյֆորիան իրանց մոտ սկսվեց, նույնիսկ դա շատ պարզ երևում է Իլհամ Ալիևի բառապաշարից։ Դուք հիշում եք պոստպատերազմական շրջանից սկսած իր հայտարարությունները, այո, ինչքան վիրավորանք ասել։ Այո, շատ ծայրահեղ վիրավորական եւ ոչ միայն Հայաստանի իշխանության հասցեին, այլ հայազգի, հավաքական հայազգի առանձին արցախցիների այդ պիտակավորումը եւ hate speech-ը ոչ թե կրկնապատկվեց, բազմապատկվեց Ադրբեջանում դրանից հետո եւ ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլ դուրս։ Մենք տեսանք, որ նաև Սփյուռքում իրենք շատ ավելի լկտի, շատ ավելի ինքնավստահ սկսեցին իրենց գալ եւ պահել, ճնշելով այնտեղի հայերին, հա, եւ ես երբ որ շփվում եմ ընկերների հետ, դա հաճախ հանդիպող երևույթ է, երբ որ ադրբեջանցիները իրենց սկսել են անթույլատրելի ձևով պահել, եւ հայերը իրենց զգում են այդ թվում նաև անպաշտպան, որովհետեւ առաջ իրենք գիտեին, հա, թիկունքում պետություն կա, Սփյուռքի հետ կապ կա, Արցախ կա, այսինքն այդ զգացողությունը, ներքին վստահությունը, որ թիկունքը պաշտպանված է, ունեին։ Հիմա չկա ոչինչ։ Եվ այդ հոգեբանական ճնշվածությունը զգում են հայերը ինչպես Հայաստանում, ինչպես արցախցիները, այդպես էլ սփյուռքահայերը, բոլորս միասին, իսկ այդ նվաստացման ճանապարհը Ադրբեջանի կողմից բոլորս ենք անցնում։ Մենակ իշխանությունը իրան վատ չի զգում դրանից, մնացած բոլորս դրանից շատ ճնշվում ենք։ Ադրբեջանը ինչ է ուզում հիմա, ցես անցալա, ուզում է հարձակում, էսկալացիայի տանել, թե ինչ-որ բաներ ստանալ առանց էսկալացիայի։ Ես կարծում եմ էսկալացիայով վախեցնելով ստանալ ավելին ճնշումներ գործադրելով, որովհետև պետք է միշտ հասկանալ, որ իրենք պատրաստվում են էսկալացիայի, միշտ պետք է դա գլխի մեջ ունենալ, հա, որ այդ փափուկ բարձը մեր հասարակության գլխի տակ չդնեն, որ մենք գնում ենք խաղաղության, վերջ հիմա այդ փաստաթուղթը ստորագրենք եւ ամեն ինչ շատ լավ է լինելու, այդ խապկանքը, այդ ծուղակը չընկնելու համար հասարակությունն էլ պետք է միշտ հասկանա, որ դա ռեալ վտանգ է, էսկալացիան ինքը միշտ ռեալ վտանգ է, որտեղ Ադրբեջանը զինվում է, շատ ինտենսիվ, Ադրբեջանը շատ ինտենսիվ զորավարժություններ անում, շատ ինտենսիվ արտաքին հարաբերություններն է փորձում կարգավորել այդ էսկալացիան մարսելու համար, այսինքն ինքը բոլոր եւ քարոզչական, եւ քաղաքական, եւ ռազմական ոլորտում ինքը հետևողական այդ աշխատանքը կատարում է։ Չնկատել դա չի կարելի, հնարավոր չի։ Այդ թվում նաև այդ անընդհատ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունները, հայկական կողմից հրադադար խախտելու իբր, հա, մասին։ Դա էլ է տեղեկատվական նախապատրաստական աշխատանքի մի մաս, որ կարիք եղած դեպքում արդարացված լինի այդ հարձակումը։ Հիմա ինչ ենք անում մենք այս իրավիճակում, դա է հարցը։ Արդյոք մենք մեկ անգամ արդեն պատերազմ անցնելով այս իշխանության հետ, երկրորդ անգամ կանխատեսելի է, չէ՞, ինչով է դա ավարտվելու, առավել եւս, երբ որ ասում հարահանգված է, որ մենք չկրակենք, նրանք էլ օդ են կրակում, մառախուղը Հայաստանի ուղղությամբ չեն կրակում ընդհանրապես, այսինքն բացարձակ աբսուրդ իրականություն, որի մեջ մենք ապրում ենք հիմա, հա, երբ որ կարդում ես Պաշտպանության նախարարության ռելիզները, չես հավատում, որ դա Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունն է նման բաներ գրում։ Եվ ոչ միայն ՊՆ նախարարությունը, նույն ԱԳՆ-ի հայտարարությունը, հա, սա ինչ որ զուգահեռ իրականությունն է, մղձավանջային, որը ցավոք սրտի պետք է հասկանալ, իսկ ինչ անել այս իրավիճակում հայ հասարակությանը։ Լավ, էլի մենք պատերազմի չենք պատրաստվում։ Մենք 20 թվականից հետո գրեթե որևէ դաս չենք քաղել այդ պարտությունից։ Զորավարժանքների մարդկանց ուղարկելը ընդդիմադիրներին պատժամիջոց են որպես օգտագործում, հա, սպառնում են մարդկանց, որ եթե ցույցերի մասնակցել ես, քեզ հավաքների կուղարկեն, կարծես թե դա ինչ որ պատժի ձև է տղամարդկանց հավաքի ուղարկել եւ պատրաստվածություն, հա, ինչ որ ապահովելը, նույնը բանակի դեպքում եւ այլն, այսինքն դա արդեն սկսել են ընկալել առաջնագծում ծառայել որպես պատժի միջոց եւ հասարակության մեջ անընդհատ դա նստածնել, հա, որ չգիտեմ, զինվորականի աշխատավարձը ավելի ցածր է, քան Պարեկինը, որը 8 դասարանի կրթություն ունի եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը հանրության մեջ, այդ թվում նաեւ երբ որ առաջնագծում կրակոցներ են լինում, ածն գալիս է եւ քրական գործերը հարուցում մեր սահմանը պահողների հանդեպ։ Դա չի տալիս որևէ վստահություն
հասարակության մեջ եւ բանակի հանդեպ եւ համակարգի հանդեպ։ Երբ որ զինվորը տեսնում է ոնց են քաշքշում երաբլուրում զոհվածի մորը, ինքը հասկանում է, որ վաղը մյուս օր իր մոր հետ էլ դա կարա տեղի ունենա զոհվելու դեպքում։ Այսինքն սա եւ հոգեբանական, եւ բարոյական, եւ համակարգային շատ լուրջ խնդիրներ ա, որը էլի կրկին միտումնավոր ստեղծվում են իշխանության կողմից, հետագա էսկալացիայի դեպքում էլի ասելու համար դե հո չենք կռվելու, չգիտեմ, Սև լճի 30%-ի համար կամ այդ սարերի վրա տարվա կեսը ձուն ա հոգրիվ չենք տալու դրա համար։ Նույն տրամաբանություն։ Իսկ ինչպես է ստացվում, որ չկա, էլի մեր արևմտյան գործընկերները հաճախ են ինձ ասում, բա եթե այդքան դժգոհ եք, ինչու չեք դուրս գալիս փողոց, հա? Բագրատ Սրբազանի շարժումը մի փոքր իրենց մոտ հարցեր առաջացրեց, որ հա, փաստորեն չէ, մարդիկ կան, որ դժգոհ են, բայց մինչև Բագրատ Սրբազանից հետո այդ հարցը էլի ոնց որ դեռ մնում է օրակարգային, բա եթե մարդիկ դժգոհ են, ինչու դիվանագետներ, պաշտպանության նախարարության աշխատակիցներ, սովորական, այսպես ասած, հանրության ներկայացուցիչներ չեն ընդվզում գլոբալ առումով։ Նույն 20 թվականին հետո, 23-ից հետո։ Դե ինչ որ խմբեր իհարկե դուրս եկան համակարգից 20 թվականի պատերազմից հետո եւ ԱԳՆ-ի, ինչ որ իմ գործընկերներ եւ տարբեր կառույցներից, ստեղ խնդիրը նրանում է, որ ինքնախապեյության կոմպոնենտ կա այստեղ, իմ կարծիքով, Գևորգ, որտեղ իրանք իրանց համոզում են, որ իրականում մենք ծառայում ենք պետությանը, ոչ թե իշխանությանը, դե ինչ կարանք մենք անենք, որտեղ ես էլ հաճախակի, երբ որ նախկին գործընկերներիս հետ շփվում եմ, ճիշտ է, քան որ նյարդայնանում եմ, փորձում եմ մինիմիզացնել այդ շփումը, բայց առիթի դեպքում, երբ որ հարց եմ տալիս, ասում լավ, ինչ եք անում։ Ես ձեզ ճանաչել եմ, չէ՞, այն վատ նախկին համակարգի ժամանակ ինչ պոտենցիալ ունեիք, ինչ գործ էիք անում, ինչքան OGG-ն բարձր էր այդ աշխատանքի։ Ինձ մի պատմեք, որ դուք չեք կարող անեք, որտեղ ես տեսել եմ, երբ որ կա համակարգ, ոնց եք անում։ Ասում են, դե հիմա իրավիճակը փոխվել է տարածաշրջանում։ Ասում ժողովուրդ ջան, իրավիճակը այս տարածաշրջանում վերջի 3-4 հազար տարին անընդհատ փոխվում է։ Այսինքն դες չի լինում այս տարածաշրջանում չփոխվող իրավիճակ։ Մենք միշտ կիզակետում ենք այս տարածաշրջանի պատմությունը ցանկացած իմացող մարդ, դա գիտի, այդ արդարացում չի։ Այո, փոխվել է, ձեր գործառույթը ո՞րն է։ Այսինքն համակերպվել եք, նստել եք, որովհետև դուք ինչ որ պետական աշխատավարձ եք ստանում, սա նորմալ է ձեր մոտ, դուք գիշերը տես նորմալ քնում եք։ Ես օրինակ չեմ ամաչում նրանից, որ ես փողոցում ձեր դեմ ցույց եմ անում։ Դուք պիտի ամաչեք։ Դուք իմ նախկին գործընկերներ, նստած եք այդ տաքուկ կաբինետներում, երբ որ այս ամբողջ մղձավանջը կատարում ու դուք գիտեք, որ դուք եք պատասխանատու։ Ու անկախ նրանից դուք ձեզ ինչով եք խաբում, դուք կրում եք դրա պատասխանատվությունը ամեն մեկը ձեր տեղում։ Ես կարծում եմ, որ այդ ինքնախապեյության կոմպոնենտն է իրանց այսպես եւ դոմիկի վիճակի։ Նրանք ովքեր ինչ որտեղ պրոֆեսիոնալ դաշտում, այս ոչ պրոֆեսիոնալ դաշտի, այսինքն հանրության ներկայացուցիչները, որոնք էլ համակերպվել են այս իրավիճակին, թե տրավմայի մեջ են։ Ես չեմ կարծում, որ համակերպվել են։ Դրա մասին վկայում են չվկայակոչենք սոցհարցումներ, տարբեր, որոնք ակնհայտ են տալիս, հա, անկումը իշխանության վարկանիշի, բայց այստեղ շատ հետաքրքիր խնդիր կա, կարծում եմ, որը Նիկոլ Փաշինյանի վարքագիծն է վկայում դրա մասին։ Ինքը ունի լեգիտիմության խնդիր եւ չի կարողանում այլևս վաճառել ոչ դրսիր պարտներների վրա, ոչ իր հետ համագործակցող, հա, Թուրքիա եւ Ադրբեջանի վրա այդ լեգիտիմությունը։ Հետևաբար ինքը ստիպված է վաճառել խոստումներ։ Վերընտրեք ինձ 26 թվականին, որպեսզի ես կնքեմ խաղաղություն, որպեսզի փոխեմ սահմանադրություն, որպեսզի գնանք հասնենք Եվրոպա եւ այլն։ Այդ բոլոր խոստումները, եթե նկատում եք, հա, իրա վերընտրվելու հետ է ինքը կապում։ Անիրատեսական խոստումներ։ Բայց այդ միակ բանն է, ինչ որ իրան մնացել է վաճառել, այդ հույսի վաճառքը, հա, մարդկանց վրա թմրանյութի պես անընդհատ վաճառել այդ հույսը։ Եվ այդ լեգիտիմության խնդիրը նաև էլի կրկնեմ, թիմ ընտրություններն էլ են դա ցույց տալիս վերջի շրջանի հանրության դժգոհությունը տարբեր հարցերում։ Միայն գոյաբանական խնդիրների շուրջ չի, նաև սոցիալական հարցերով, այսինքն կան տարբեր խմբեր, որոնց համար օրինակ առաջնահերթ չէր սահմանազատման խնդիրը, բայց առաջնահերթը տրանսպորտի գնի թանկացումը։ Այդպիսի խումբ էլ կա, բայց ինքն էլ է դժգոհ։
հա, կան մարդիկ, որոնց համար այլ առաջնահերթություններ կան։ Հիմա մենք ուզում ենք, որ բոլորը մտածեն մեր պես, այդպես չի լինում, այսինքն դա պարզ էլի սոցիոլոգիա է, հա, ցանկացած հանրության մեջ կա ինչ-որ կորիզ գաղափարական, որը պետք է այդ ձևավորի նախ այդ գաղափարախոսությունը, որովհետև մեզ հիմա այդ նոր գաղափարախոսությունն է անհրաժեշտ, պետք է հասկանանք առհասարակ ուր ենք մենք գնում որպես ազգ։ Անժելա, մեր ժամանակը ցավոք լրացավ, մենք պիտի անպայման նորից քննարկում անենք, բայց ասենք խոփել միայն եւ միայն Ադրբեջանի մասին, ներսի մասին, տեսնենք ինչ է կատարում այդ թշնամական երկրում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև հեռուստադիտողներին, ովքեր հետևեցին մեզ։ Մենք հյուրընկալեցինք Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովային, ձեզ հետ է քաղաքագետ Գեորգ Մելիքյանը։ Հաջողություն ձեզ։